Արտահերթ նիստ ազգային ժողովում վարչական ռեսուրսի կիրառման հանրաքվեից 20 օր առաջ օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների ոչ լեգիտիմության մասին ելույթներ, նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ։ Շիրակի մարզում իշխանության տեղի ներկայացուցիչները զարկ են տվել ԱՅՈ-ի քարոզարշավին, չկշռադատված փնթի եւ ոչ պրոֆեսիոնալ։ Մարզում ով ինչի դիմաց ինչ աշխատանք է տանելու, ինչ է տալիս ԱՅՈ-ն նրանց եւ ժողովրդին։ Ժողովրդի կարծիքը սահմանադրության փոփոխությունների մասին որոշել են արդյոք գյումրեցիները ինչպես են քվեարկելու դեկտեմբերի 6-ին։ Ես էլ եմ քվեարկելու ոչ։ Իհարկե ոչ։ Իշխանության մեջ եղածները չեն կարող համակերպվել, որ հեռանալու են իշխանությունից, այդ մտքին չհամակերպվելու համառությունը ծնել են նոր սահմանադրություն։ Տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հերթական քննարկումը։ Ռուսաստանը հայտարարել է, որ կուղարկի 44 ինքնաթիռ, որպեսզի տուն վերադարձնի իր քաղաքացիներին Եգիպտոսից։ Շարմ էլ Շեյխի օդանավակայանում ռուսաստանցի ճանապարհորդները հաղորդում են, որ առանց որևէ խնդրի հայտնվում են չվերթներում։ Ռուսաստանի վարչապետը չի բացառել Սինայի թերակղզում վթարի ենթարկված ինքնաթիռում ահաբեկչության վարկածը։ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքը կարող են իրականացնել նույնականացման քարտերի միջոցով։ Նախագծի գլխավոր զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ իրենք ստացել են բազմաթիվ առաջարկներ, որոնցից ընդունվել է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի այն առաջարկը, որը ենթադրում է, որ ցուցակներում պետք է նշվի, թե որ քաղաքացին է քվեարկելու նույնականացման քարտով։ Առաջարկությունը, որը չի ընդունվել, դա ՀԱԿ խմբակցության կողմից Լևոն Զուրաբյանի առաջարկությունն է, որը վերաբերում էր մատերը թանաքոտելուն եւ մատերի թանաքոտելու այդ թանակը եւ այն սարքավորումները, որոնք պետք է բացահայտեն, թե որ քաղաքացու մատերի վրա կա այդ թանակի հետքը, դրանք պետք է անցնեն մի հսկայական ընթացակարգ գնումներից, մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ կարգերը սահմանելը։ Կարծում եմ ժամանակի առումով այն հիմնական փաստարկը նաև որ մենք նշում ենք այս խնդրի հետ կապված ժամանակի խնդիրներ եւ նաև իմ խորին համոզմամբ նաև իմ անձնական տեսակետը նշեմ, բազմիցս նշել եմ, մեկ անգամ եւս նշեմ, որ սա ավելի հետադիմական, հետամնաց երկրների եւ պետություններին հատուկ է։ Սահակյանի ներկայացրած պատճառները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար համոզիչ չէին։ Ավելին, վերջինս կարծում է, որ վերահսկողության մեխանիզմների բացակայությունը ընտրությունների լեգիտիմության խնդիր է ստեղծում։ Ինչ վերաբերում է ժամանակի սղության հիմնավորմանը, Զուրաբյանը այլ ընտրանք է առաջարկում։ Ինչն էր խանգարում իշխող կուսակցությանը, նրա նախագահին հետաձգել սահմանադրական հանրաքվեն, մինչև ընտրական համակարգերը լրիվ պատրաստ լինեին օրինական հանրաքվե անցկացնել եւ միայն դրանից հետո հանրաքվեի դնել սահմանադրության փոփոխությունը։ Հովհաննես Սահակյանի պատասխան նշեց, որ հարցը իրեն ուղղված չէ, քանի որ ինքը չի որոշում, թե հանրաքվեն երբ դրվի քվեարկության։ Հիշեցնենք, հանրաքվեի օրը որոշվում է նախագահի հրամանագրով։ ԱԿ պատգամավոր սակայն նույն հարցն ուղղեց հարակից զեկուցող ՀՀԿ-ական Վարամ Մկրտչյանին։ Մի բան չեմ հասկանում, դուք նույն թիմը չեք, դուք այսինքն եթե ինչ-որ բան որոշում եք, միասնաբար դրա պատասխանը չեք կարողանում տալ։ Ինչն է խանգարում կամ այդ հարցը բարձրացնել Սերժ Սարգսյանի առաջ, եթե նորմալ հարց է, եւ նաեւ փոխանցել հանրապետական կուսակցության դիրքորոշումը, այդ թվում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը է հարցում։ Դե չէ՞ ստացվում է, դուք ասում եք, որ դե Սերժ Սարգսյանն է որոշել, մենք ինչ գործ ունենք դրա հետ։ Լևոն Զուրաբյանի հարցադրումներին արձագանքեց նաև ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Քանի որ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը իր խոսքում նշում էր, թե ինչու ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հետ չեն ճշտել հանրաքվեն հետաձգելու հարցը, Գալուստ Սահակյանն էլ որոշեց Զուրաբյանից հետաքրքրվել, թե վերջինս ում հետ է ճշտել իր հարցը, ապա շարունակեց։ Նույնիսկ կարելի է ոչի տրամաբանությամբ արդեն հայտարարվել է բարեփոխված սահմանադրությունը չկարդալ, բայց գոնե գործող սահմանադրությունը պիտի կարդալ։ Ընտրական օրենսգիրքը իր ամբողջական ընդունման, քննարկման լիազորությունները դա ազգային ժողովինն է։ Ինչու դուք նախաձեռնությամբ հանդես չեկաք։ Դա երկրի նախագահի լիազորությունների շրջանակում չէ։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ երկու դիտորդական կազմակերպության պահանջներ իշխանությունները չեն կատարել։ Առաջինը ԵԱԿ-ԺՄԻԳ-ը 2013 թվականի զեկույցում իշխանություններից պահանջել էր ավելացնել քաղաքացիների վստահությունը եւ չօգտագործել վարչական լծակները։ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը մերժում է ընտրություններից առաջ, այսպես ասած, խաղի կանոնների փոփոխումը։ Վստահության հետ կապված որևէ դուք նոր առաջարկ բոլոր տարբերակների չընտրեցիք, դրանով վստահությունը ոչ միայն չբարձրացավ, այլ իջել է, եւ երկրորդը դուք կոպիտ ոտնահարել եք միջազգային կառույցների առաջարկը, վարչական լծակները նախարարներին, մարզպետներին, գյուղապետերին, գործադիր իշխանության ղեկավարներին չընդգրկել քարոզարշավի կազմակերպման գործում։ Այն, որ վարչապետը նախագահն է, նախարարները տեղակալներ են եւ մարզպետները շտաբի պետեր են, սա հակասում է, ուղղակիորեն հակասում է ԺՄԻԳ-ի Հայաստանի նկատմամբ արված դիտողություններին։ Դեմ եմ։ Ինչու եք դեմ։ Որովհետեւ ժողովրդի վիճակի հետ չի երթալիք։ Մտիկ մենակ իրան շահերի մարկեն են։ Դեմ եմ։ Որովհետեւ լավ ղեկավարություն չէ։ Դա համար։ Սաղներ կհարցնեն, սաղներ կսենոր ոչ։ Հավեր լավ է, ինչ որ կա այդպես է մնա։ Իհարկե դեմ եմ։ Ինչու եք դեմ։ Ինչու։ Ապրելամիջոց չունին։ Ինչով կապին, ոչ մի բանով, մուրասկանությունով։ Ես էլ եմ քվեարկելու ոչ։ Իհարկե ոչ։ 30 տարի խապեցին, հիմա նորից պետք է խապեք։ 30 տարի ժողովրդին քծիկ Ռուսաստանները, հիմա նորից պետք է սահմանադրություն փոխեք, խելքերը փոխեք, ազգային ժողովի խուլիգաններին։ Դոնք բոլորը հեռացնեն Սերժից մինչև Վարը։ Իր աշխատակազմով հեռացնեն։ Գողեն, թալանջի են, ամեն ինչն է ժողովրդի կյանքը խելեպերձել են, արունն են քաշում արդեն։ Ժողովրդի վերեն իլա չի մնացել։ Երբ որ դրանց հեռացրեցին, վդարեցին, նոր ժողովրդի կյանքը բարելավվի է։ Ոչը վեր, ինչը փոխվավ, որ մենք սահմանադրություն քվեարկենք։ Ով գիտե ինչի կփոխեն։ Հեներոշ մարդկանց ոչ օգուտ կա, ոչ ավելի վատ, քաղաք տեսնիկը։ Մարդիկ դարձին սահմանադրություն կփոխեն, նոր փոխեն ինչի։ Այդ ծոներ դիկան։ Սահմանադրություն փոխեն իրանց հաշվեն, որ իրանք լավ էին, իրանք լավ, ավելի լավ են զգան իրանց։ Ոչ թե ժողովրդի մասին կմտածեն, որ ժողովուրդը չունի, երբ ժողովրդի կողմից եղնի, ոչ։ Այդոնք քնան ելան, մտածեցին, ինչ խնենք որ կեցել է։ Մենք սահմանադրությունը փոխենք, որ ինքը եղնի ցմա նախագահ։ Էդիկ սա ժողովրդին էլ դուրս չի կա։ Իշխանությունը պահելու համար ուրիշ ոչ բան, ժողովրդին կողոպտելու։ Եղած հարստությունը ինչ որ կողոպտել են 25 տարվա մեջ, պահելու սերունդերին փոխանցելու, որպեսզի չդատվեն այդ հանցավոր իշխանությունը, ուրիշ ոչինչ։ 25 տարի սահմանադրություն կփոխեն Արտիկ ջան, հեչ փոխվավ։ Վերջացավ էլ իմ սահմանադրություն։ Որպեսզի տեղս չլացնեն, կգնամ ու կասեմ ոչ։ Ինչի համապատասխան է իրանց տրված օրենքները։ Ես չգիտեմ ինչի կփոխեն։ Իրանց ում ինչեղ ձերքու դա ղեկավարության դրա համար։ Ճիշտը ոչն է։ Ինչու։ Դե Սերժի վերարտադրման վտանգը կա, գոնե դրանից կխուսափենք առայժմ։ Ես կոչ եմ անում որ ոչ Դեմ, սահմանադրությանը դեմ ենք։ Դե չենք հավատում, ընդհանրապես, կառավարության ոչ մի բանին չենք հավատում։ Գնանք ասենք ոչ։ Ոչ ենք ասելու մեր ընտանիքով վաղշե։ Լրիվ ոչ ենք մենք ասել։ Ոչ թե ոչ։ Բանը, մենք դեմ ենք այս սահմանադրությանը, էլի։ Ինչ մտա որ ինքնորդ ու նախագահ էր մի քանի տարի առաջ էլ։ Այդ ինչ որ չեղար սահմանադրության փոփոխություն է, նոր մի դեպք գա, որ արդեն կմոտենա ընտրություններին։ Դες ինչ քայլի գտիմեն։ Ոչ, իհարկե։ Միանշանակ ոչ։ Շիրակի մարզում իշխանության տեղի ներկայացուցիչները զարկ են տվել ԱՅՈ-ի քարոզարշավին, ով ինչպես կարողանում է, ով ինչպես հասկանում է։ Ինտելեկտի ոչ այնքան խրախուսելի մակարդակը թույլ չի տալիս ընտրողի հետ հարաբերվել այնպես, որ ԱՅՈ-ն շահեկան դիրքերում հայտնվի։
Այոն կահավիժում է շիրակցի ընտրողի աչքի առաջ, իսկ քարոզողները շարունակում են չկշռադատված փնթի ոչ պրոֆեսիոնալ աշխատել։ Սակայն նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելը բնականաբար պարծենալու բան չէ, հակառակը նրանց պրոֆեսիոնալիզմի պակասը նախ եւ առաջ վիրավորանք է շարքային բնակ չի ընտրողի համար։ Երբ դիմացին ամենևին փորձեր չի անում ավելի լավը դառնալու, թեկուզ եւ ավելի որակյալ քարոզարշավ իրականացնելու։ Նա վիրավորում է բոլորին, երբ դեմքին արհեստականորեն խելացի արտահայտություն հաղորդելով իրեն իրավունք է վերապահում դահլիճ լցնել, այնտեղ նստածին վերաբերվել որպես մասսայի, ով առանց մտածելու անելու է այն, ինչին կկթելադրի դեմքի նույնպիսի արտահայտությամբ։ Նա վիրավորում է քաղաքացուն, երբ գավառականի արշինով չափելով դիմացիներին հորդորում է այո ասել սահմանադրությանը, որպեսզի հանկարծ Սերժ Սարգսյանը չպարկանա եւ չպատժի հանդուգն եւ համառ լինելու մեջ։ Օրերս Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում այոյի ջատագովները հրավիրելով ընտրողներին քարոզարշավի սկսել են բացատրել, որ բոլոր մարզերում իբրև թե սահմանադրությունն արդեն անցել է, մնացել է հանդուգն Շիրակի մարզը։ Բացատրում են անկեղծանում, որ եթե այս անգամ էլ ՀՀԿ-ն պարտվի, Գյումրիում մեծ խնդիրներ են առաջանալու։ Մարզն ընկնելու է Սերժ Սարգսյանի աչքից, ուստի խնդրում եւ հորդորում են գնալ հանրաքվեին եւ այո ասել, որ իրենք վաղը երեսատեղ ունենան, գնան Բաղրամյան 26-ի տուրը եւ մարզի քաղաքի համար կարողանան բաներ խնդրել վերադասից եւ ստանալ։ Օրինակ եմ բերում, թե նախագահական ընտրություններին, քանի որ Սերժ Սարգսյանը պարտվել է Գյումրիում, դրա համար պատժել է մեզ եւ գումար չի տալիս։ Ահա այոյի բանակի ողջ պերճանքն ու թշվառությունը։ Հարց է առաջանում, իսկ ինչ իրավունքով են այոյի քարոզիչները թերագնահատում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, կասկածի տակ դնելով նրա մտավոր կարողությունները։ Սա քաղաքացին պետք է ընդունի մարտահրավեր նետված վերևից։ Երկար են արդյոք այոյի ճակատի ներկայացուցիչները Մելիք Ադամյաններում մտածել, որ հենց այս մարդկանց են վստահել իրենց համար պատասխանատու այդ գործը։ Իրականում այո, եթե հանրաքվեին կարողանան տոկոսներ խփել, իրենց քարոզիչների համար լավ է լինելու։ Նրանք կարող են ակնկալել իրենց առաջնորդի բարի վերաբերմունքը, ծառայության դիմաց ինչ-ինչ վարձատրության։ Հասկանալի է մարզում ով, ինչի դիմաց, ինչ աշխատանք է տանելու։ Սամվել Բալասանյանը կարող է ակնկալել Սերժ Սարգսյանի աջակցությունը քաղաքապետի աթոռին երկար մնալու համար։ Հերթական կուսակցությունից ճողոպրած եւ տաքուկ անկյուն փնտրող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարող է հավակնել քաղաքապետի պաշտոնին։ Մյուս պատգամավորները կարող են իրենց բիզնես գործունեության բարգավաճման մասին հույսեր փայփայել, մեկ ուրիշը կարող է պաշտոնի բարձրացում ակնկալել եւ այլն։ Այսինքն շատ ռեալ, իրենց համար լավ է լինելու։ Լավն իհարկե հարաբերական է, կախված է հավակնություններից, ավալից, բայց պարզ ասած, այոն նրանց համար կերակրատաշտին մոտ գտնվելու հնարավորություն է։ Իսկ ինչ է այոն ժողովրդի համար։ Այոն Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամկետի երկարաձգում է, բուրգի հարատևությունը պահպանելու ջանքեր։ Միգուցե իշխանության ներկայացուցիչների համար սարսափելին Սերժ Սարգսյանի զայրույթն է, իսկ իրականում ամենասարսափելին այդ թվում Սերժ Սարգսյանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացու զայրույթն է, ում պատկանում է իշխանությունը։ Այսօր սահմանադրական փոփոխությունների հերթական քննարկման ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հռետորական հարց ըղեց, թե եղել է արդյոք այդպիսի դեպք համաշխարհային պատմության մեջ, երբ ունենալով հսկայական լիազորություններ, իշխանությունները առանց ներքևի ճնշման կամավոր գնում են իրենց իշխանության սահմանափակման։ Ինքը իրավապաշտպանը նման օրինակ չգիտի։ Ունենալով հսկայական լիազորություններ մեր գործող սահմանադրությամբ նախագահը հանկարծ կորցնելուց հետո այդ իշխանությունը դառնում է երիտասարդ թոշակառու։ Եվ ահա իմ կարծիքով երկրորդ ժամկետը լրանալու Սերժ Սարգսյանի նա չի ուզում իշխանությունից հեռանալ։ Մեր իշխանությունը մեջ եղածները չեն կարողանում համակերպվել, որ վերջը արդեն պետք է իշխանությունից չեն համակերպ, անդադ ուզում են մնալ իշխանության մեջ։ Եվ նա 93 թվականից լինելով իշխանության մեջ համենայն դեպս երբևէ, երբ որ 2008 թվականի նախագահական ընտրություններին էր մասնակցում, նա չէր ասում, ծրագրում չկար, որ պետք է սահմանադրական փոփոխություններ, որտեղ այս սահմանադրությունը մարդակենտրոն չի։ 13 թվականին էլ չէր ասում։ Եվ հանկարծ 13 թվականից հետո հանկարծ նախաձեռնեց սա շատ պարզ պատճառով, որ էլի իշխանության մեջ անձամբ իր հարցն է լուծում։ Սա անձամբ անձնական հարց է։
Ավետիք Իշխանյանը հողում կատարեց փոփոխված սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածին, որը ըստ իրեն նոր սահմանադրության մեղն է։ Հոդվածում ասվում է, որ կայուն մեծամասնության չձևավորման պարագայում անցկացվում է երկրորդ փուլ։ Իրավապաշտպանը վստահեցնում է, նոր սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը լինելու է կուսակցապետություն, իսկ կուսակցապետությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատրաստել են սկսած 2013 թվականից, նշում է իրավապաշտպանը։ 13 թվականից դեպի ուշադրություն դարձրել եք նախագահի մամլոխոսնակը, դեռ մենք նախագահական երկիր ենք, չի խոսել, ով է խոսում, հանրապետական կուսակցության մամլոխոսնակը, ցանկացած հարցով, որևէ մեկը դրան ուշադրություն չի դարձրել, այսինքն մեզ նախապատրաստում են դեպի կուսակցական համակարգի, անցնենք առաջ, այս տարի փետրվարի 12-ին հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտնի նիստը, մի րոպե ընդունենք, որ անձի մասին մեր վերաբերմունքը դնենք փակագծերի մեջ, մոռանանք, իսկապես ազգային անվտանգության խնդիր է դրված Հայաստանի Հանրապետության առջև։ Այդ հարցը որտեղ պետք է քննարկվեր ազգային անվտանգության խորհրդում, կամ պարլամենտում, կամ կառավարությունում, կամ ինքը նախագահը պետք է ելույթներ ասեր դրա մասին, որտեղ քննարկվեց կուսակցական ակտիվում։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ինքը փոփոխությունները նախաձեռնել է ոչի վերարտադրության համար եւ չի պատրաստվում նոր սահմանադրության ընդունումից հետո ստանձնել վարչապետի պաշտոնը, Իշխանյանը հիշեցնում է, որ խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետ է դառնում հաղթող կուսակցության լիդերը։ Անգլիայում դա անգամ սահմանադրությամբ է ամրագրված, ուստի հարց է առաջանում Սերժ Սարգսյանը պատրաստվում է հրաժարվել ՀԿ ղեկավարի պաշտոնից։ Եթե չի հրաժարվելու, ապա մենք ունենալու ենք տարանջատված գործադիր իշխանություն, որովհետև կուսակցության լիդերը պետք է որոշի ով է վարչապետը, ինքը որոշի ովքեր են նախարարները, ասենք պաշտպանության նախարարը։ Օրինակ, եւ պաշտպանության նախարարը, որին վարչապետը չի կազմել որպես իր կառավարությունը ստեղծել է կուսակցությունը, նա կարող է ընդհանրապես կառավարության նիստերին չմասնակցել, որովհետև իր համար կառավարության նախագահը վարչապետ ոչ մի նշանակություն չունի, այնտեղ է որոշվել իր դերը։ Քննարկմանը ներկա իրավապաշտպաններն ու փաստաբանները անդրադարձ կատարեցին նաև դատական համակարգում տեղ գտած փոփոխություններին, մատնանշելով, որ այս նախագիծը լավ հնարավորություն կարող է լինել համակարգում առկա խնդիրները լուծելու համար։ Փոխարենը փաստաբան Հայկ Ալումյանի գնահատմամբ եղավ բաց թողնված հնարավորությունների գլուխ։ Ժողովրդավարական պետություն կամ այդպիսի պետության ճանապարհը բռնած ժողովուրդ, մենք պետք է մեր իշխանությունների ձևավորումը դնենք ժողովրդի վրա, նորից կրկնում եմ ուղղակի կամ անուղղակի ընտրության միջոցով։ Եթե նայում ենք գոյություն ունեցող սահմանադրությանը, ապա ժողովուրդը ընդհանրապես կտրված է դատական իշխանության ձևավորման գործընթացներից, առհասարակ կտրված է։ Ազգային ժողովում, եթե փաստացի մեծամասնություն եղավ, անկախ դրա ձևական տարանջատման մեկ կայուն մեծամասնություն ունեցող կուսակցության եւ շինծու կուսակցությունների, ապա մենք այստեղ ունենալու ենք խնդիր եւ քաղաքական փոքրամասնությունը որևէ ձևով մասնակցություն չի ունենալու պետական կառավարմանը, հարցերի լուծմանը։ Այսինքն դա կոմպրոմիսի արդյունք չի լինելու, այլ քաղաքական փոքրամասնությունը լինելու է մղված լուսանցք։ Вероятность террористического акта, естественно, сохраняется. Այս ընթացքում առաջին անգամ ռուսաստանյան իշխանությունները հնարավոր են համարել ահաբեկչական գործողությունը որպես Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող քաղաքացիական օդանավի կործանման պատճառ։ Այդ մասին իր հարցազրույցում հայտնել է երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ միջազգային այլ հետախուզական ծառայությունների եւ հետաքննիչների կարծիքով օդանավում ռումբ է պայթել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Կոգալի Մավիա ընկերության օդանավի կործանման պատճառով զոհվեց 224 մարդ։ Շարմ էլ-Շեյխ եգիպտական հանգստավայրից տուն են վերադառնում հազարավոր ռուսաստանցիներ, սա զայրացնում է նույն օդանավակայանում սպասող բրիտանացի զբոսաշրջիկներին, ովքեր բողոքում են վազվզոցից, քաոսից եւ հերթերում սպասելուց։ Անվտանգության միջոցառումների խստացման, այդ թվում հանձնվող ուղեբեռի արգելքի եւ թռիչքների երկօրյա հետաձգման պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն մոտ 3000 բրիտանացիներ, գրում է Times հանդեսը։ Ռուսաստանցիները եւ բրիտանացիները կազմում են Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկների 3/4-ը։
Կրեմլի որոշումը վերադարձնել հայրենիք 80,000 ռուսաստանցիների հավելյալ բեռ դարձավ Շարմ էլ-Շեյխի օդանավակայանի վրա։ Մեկ օրում տուն է վերադարձել 2,000 բրիտանացի եւ 5,000 ռուսաստանցի, եւ եթե փաթեթային շրջագայությունների գնորդներին ապահովում են տեղեկատվության բավարար մակարդակ եւ հարմարավետություն, ապա բրիտանական լոու-քոստերի հաճախորդները պետք է ամեն օր փորձեն իրենց բախտը օդանավակայանում։ Ռուսաստանը հայտարարել է, որ կուղարկի 44 ինքնաթիռ, որպեսզի տուն վերադարձնի իր քաղաքացիներին։ Օդանավակայանում ռուսաստանցի ճանապարհորդները հաղորդում են, որ առանց որևէ խնդրի հայտնվում են չվերթներում, եւ դա զայրացնում է հերթերում օրերով սպասող բրիտանացիներին, նշվում է հոդվածում։ Եթե ցանկանում եք հարձակվել, խնդրեմ, բայց մի մոռացեք, ամեն հարձակմանը պատասխան է լինելու։ Թուրքիայի նախագահին եւ վարչապետին նման զգուշացում է արել քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդներից Մուրադ Քարայալանը։ Նա հյուսիսային Իրաքից ռադիոկապով դիմել է քուրդ զինյալներին, ներկայացնելով թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը եւ ընտրությունների հետ կապված շահարկումները։ Քարայալանը նշել է, թե աշխատավորական կուսակցության գործողությունները չեն նպաստել քրդական ժողովրդադեմոկրատական կուսակցության ձայների անկմանը, շեշտելով, թե իշխանությունները նոյեմբերի 1-ի ընտրությունները տարել են խորքային պետության կոնցեպտով, սադրանքներ, սպանություններ եւ ընտրակեղծիքներ։ Նշենք, որ ռադիոկապով հայտարարությունները հասանելի են նաեւ թուրքական ոստիկանության եւ զինված ուժերի հետախուզության բաժիններին։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների եւ քրդերի միջև հակամարտությունը վերջին շրջանում թեժացել է, հատկապես նոյեմբերի 1-ին կայացած վիճահարույց ընտրություններից հետո։